Այսօր Հայաստանում է գտնվում Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Այս արդեն իսկ մեծ ուշադրություն է գրավել ինչպես քաղաքական շրջանակներում, այնպես էլ հասարակության լայն շերտերում։ ԱՄՆ փոխնախագահի այցերը փոքր երկրների համար սովորաբար ունեն ոչ միայն դիվանագիտական, այլև խորքային քաղաքական և ռազմավարական նշանակություն, և Հայաստանի դեպքում այս այցը բացառություն չէ։ Վերջին տարիներին Հայաստանը գտնվում է բարդ անվտանգային և քաղաքական միջավայրում։ Տարածաշրջանային լարվածությունը, սահմանային խնդիրները, ինչպես նաև արտաքին քաղաքական վերադասավորումները ստիպում են Երևանին ակտիվորեն աշխատել տարբեր ուղղություններով։ Այդ համատեքստում ԱՄՆ փոխնախագահի այցը դիտարկվում է որպես հստակ ազդակ, որ Վաշինգտոնը շարունակում է ուշադրություն դարձնել Հայաստանին և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան տեղի ունենում այն ժամանակահատվածում, երբ Հարավային Կովկասում շարունակվում են անվտանգային անորոշությունները, տարածաշրջանում ուժերի հարաբերությունները դեռևս վերջնական կայունության չեն հասել, իսկ տարբեր պետություններ փորձում են ամրապնդել իրենց դիրքերը քաղաքական, տնտեսական և ռազմական ուղղություններով։ Այս պայմաններում ԱՄՆ-ի բարձր մակարդակի ներկայացուցիչների ներկայությունը Երևանում ընկալվում է որպես քաղաքական աջակցություն, բայց նաև վերահսկելի ներգրավվածություն տարածաշրջանային գործընթացներին։ Այցը ցույց է տալիս, որ Հայաստանը շարունակում է մնալ միջազգային ուշադրության կենտրոնում, ոչ միայն որպես անվտանգության հարցերի օբյեկտ, այլև որպես քաղաքական և տնտեսական գործընկեր։ Չնայած այցի օրակարգը պաշտոնապես ընդգրկում է մի շարք հարցեր, ուշադրության կենտրոնում ակնհայտորեն գտնվում են անվտանգության խնդիրները։ Վերջին օրերին հատկապես մեծ ուշադրություն է գրավել տեղեկությունը, որ Հայաստանը ձեռք է բերել ԱՄՆ արտադրության անօդաչու թռչող սարքեր։ Այս հանգամանքը պատահական չէ։ Ժամանակակից պատերազմներում անօդաչու թռչող սարքերը դարձել են հիմնական գործիքներից մեկը հետախուզության, դիտարկման և որոշ դեպքերում նաև հարվածային գործողությունների համար։ ԱՄՆ-ից նման տեխնոլոգիաների ձեռքբերումը դիտարկվում է որպես որակական նոր քայլ Հայաստանի պաշտպանական համակարգի համար։ Անօդաչու թռչող սարքերի ձեռքբերումը ԱՄՆ-ից ունի մի քանի շերտային նշանակություն։ Առաջին հերթին դա տեխնոլոգիական բաղադրիչն է։ ԱՄՆ ռազմական արդյունաբերությունը համարվում է աշխարհի առաջատարներից մեկը, և այդ երկրից ձեռք բերված ցանկացած ռազմական տեխնիկա դիտարկվում է որպես բարձր տեխնոլոգիական լուծում։ Երկրորդ, սա քաղաքական ազդակ է։ ԱՄՆ-ից ռազմական տեխնիկայի ձեռքբերումը ցույց է տալիս, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ձևավորվում է ավելի խորքային համագործակցություն, որը դուրս է գալիս միայն խորհրդատվական կամ դիվանագիտական ձևաչափից։ Երրորդ, սա ռազմավարական հաշվարկ է։ Անօդաչու համակարգերը հնարավորություն են տալիս բարձրացնել սահմանային վերահսկողությունը, ժամանակին հայտնաբերել վտանգները և նվազեցնել մարդկային կորուստների ռիսկը։ Վերջին տարիների ռազմական հակամարտությունները ցույց են տվել, որ օդային վերահսկողությունը դարձել է վճռորոշ գործոն։ Անօդաչու թռչող սարքերը օգտագործվում են ոչ միայն ռազմական գործողությունների ընթացքում, այլև խաղաղ ժամանակ, հետախուզության, սահմանների մոնիթորինգի և իրավիճակի գնահատման նպատակով։ Հայաստանի համար սա հատկապես կարևոր է, քանի որ երկիրը ունի երկար և բարդ սահմաններ, որտեղ մշտական վերահսկողությունը կենսական նշանակություն ունի։ ԱՄՆ արտադրության ԱԹՍ-ների կիրառումը կարող է զգալիորեն բարձրացնել այդ վերահսկողության արդյունավետությունը։ Ջեյ Դի Վենսի այցը և ԱՄՆ-ից ռազմական տեխնիկայի ձեռքբերումը միասին ստեղծում են հստակ քաղաքական ուղերձ տարածաշրջանին։ Դա ուղերձ է, որ Հայաստանը ակտիվորեն աշխատում է իր անվտանգությունը ամրապնդելու ուղղությամբ և ունի միջազգային գործընկերներ, որոնք պատրաստ են համագործակցել։ Այս ուղերձը հասցեագրված է միաժամանակ մի քանի կողմի՝ տարածաշրջանային պետություններին, միջազգային խաղացողներին և ներքին լսարանին։ Այն ցույց է տալիս, որ Հայաստանը չի մնում մեկուսացված և փորձում է կառուցել բազմակողմ արտաքին և պաշտպանական քաղաքականություն։ ԱՄՆ փոխնախագահի այցը մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև Հայաստանի ներսում։ Հանրային դիսկուրսում ակտիվորեն քննարկվում են ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսական և ներդրումային հնարավորությունները, որոնք կարող են բացվել նման բարձր մակարդակի շփումների արդյունքում։ Շատերի համար այս այցը դիտարկվում է որպես հնարավորություն նոր էջ բացելու հայ-ամերիկյան հարաբերություններում, սակայն միաժամանակ կա նաև սպասումներ, որ համագործակցությունը պետք է լինի ոչ միայն հայտարարությունների մակարդակում, այլև ունենա կոնկրետ և շոշափելի արդյունքներ։ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան միայն անվտանգային հարցերով չի սահմանափակվում։ Չնայած ռազմական բաղադրիչը ակնհայտորեն գտնվում է ուշադրության կենտրոնում, այցի խորքային նշանակությունը բացահայտվում է ավելի լայն համատեքստում՝ քաղաքական, տնտեսական և ներդրումային ուղղություններով։ Վերջին տարիներին Միացյալ Նահանգները տարբեր տարածաշրջաններում փորձում է ոչ միայն ռազմական կամ դիվանագիտական ներկայություն ապահովել, այլև ձևավորել երկարաժամկետ գործընկերություններ, որոնք հիմնված են տնտեսական համագործակցության և ինստիտուցիոնալ զարգացման վրա։ Հայաստանի դեպքում այս մոտեցումը դառնում է ավելի տեսանելի։
Անվտանգային համագործակցությունը հաճախ դառնում է այն հիմքը, որի վրա կառուցվում են այլ ոլորտի ծրագրերը։ ԱՄՆ փորձը ցույց է տալիս, որ պաշտպանական համագործակցությունը ուղեկցվում է տեխնոլոգիական փոխանցումներով, մասնագիտական վերապատրաստման և կառավարման համակարգերի բարելավմամբ։ J.D. Vance-ի այցի շուրջ քննարկումների ժամանակ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ներդրումներին։ Հայաստանի տնտեսությունը վերջին տարիներին փորձում է ներգրավել արտասահմանյան կապիտալ, հատկապես բարձր տեխնոլոգիաների և ռազմաարդյունաբերության ոլորտում։ Ժամանակակից աշխարհում ռազմական ոլորտը այլևս միայն զենքի մասին չէ, այն ներառում է ծրագրային ապահովում, արհեստական բանականություն, տվյալների վերլուծություն և կիբեռանվտանգություն։ Հայաստանի համար սա հնարավորություն է ոչ միայն օգտագործել պատրաստի տեխնիկա, այլ ներգրավել տեխնոլոգիական շղթաների մեջ։ ԱՄՆ-ի հետ համագործակցությունը կարող է նպաստել տեղական մասնագետների պատրաստմանը և տեղական արտադրական կարողությունների զարգացմանը։ ԱՄՆ փոխնախագահի այցը Երևան տեղի ունենում մի ժամանակ, երբ տարածաշրջանի մյուս դերակատարները նույնպես ուշադիր հետևում են գործընթացներին։ Հարավային Կովկասը շարունակում է մնալ մրցակցության գոտի տարբեր ուժերի համար, և յուրաքանչյուր նման այց ունի նաև արտաքին լսարան։ Հայաստանի հետ ԱՄՆ-ի համագործակցության խորացումը կարող է ընկալվել որպես հավասարակշռման փորձ տարածաշրջանում ազդեցությունների բաշխման տեսանկյունից։ Սա չի նշանակում ուղղակի հակադրություն որևէ երկրի նկատմամբ, սակայն ակնհայտորեն փոխում է քաղաքական հաշվեկշիռը։ Հայաստանի քաղաքական ղեկավարության համար նման համագործակցությունը դիտարկվում է որպես անվտանգության դիվերսիֆիկացիայի մաս։ Տարբեր գործընկերների հետ աշխատանքը թույլ է տալիս նվազեցնել կախվածությունը և մեծացնել մանևրելու հնարավորությունները։ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ակտիվացումը չի փոխարինում այլ ուղղություններին, բայց լրացնում է դրանք։ Սա հատկապես կարևոր է այն պայմաններում, երբ տարածաշրջանում կայունությունը դեռևս փխրուն է։ Հայաստանում J.D. Vance-ի այցը ընդունվում է մեծ հետաքրքրությամբ։ Հանրային քննարկումներում հաճախ շեշտվում է այն, որ նման բարձր մակարդակի շփումները պետք է բերեն կոնկրետ արդյունքներ թե անվտանգության, թե տնտեսության ոլորտում։ Սպասելիք կա, որ համագործակցությունը կդառնա ավելի համակարգային, իսկ ներդրումային ծրագրերը ավելի տեսանելի։ Միևնույն ժամանակ հասարակությունը զգայուն է արտաքին քաղաքական ցանկացած քայլի նկատմամբ, ինչը իշխանություններից պահանջում է հստակ և հավասարակշռված մոտեցում։ ԱՄՆ փոխնախագահի այցը Հայաստան կարելի է դիտարկել որպես գործընթացի մի փուլ, այլ ոչ թե մեկանգամյա իրադարձություն։ Այն կարող է հիմք դառնալ նոր ծրագրերի, նոր համաձայնությունների և նոր նախաձեռնությունների համար։ Այցի իրական ազդեցությունը կերևա ժամանակի ընթացքում այն բանից, թե որքան արդյունավետ կկառուցվեն հետագա քայլերը և որքան հետևողական կլինի համագործակցությունը։ ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ի այցը Հայաստան կարելի է դիտարկել ոչ թե որպես հերթական դիվանագիտական հանդիպում, այլ որպես գործընթացի կարևոր հանգրվան, որը բացահայտում է Հայաստանի շուրջ ձևավորվող նոր քաղաքական և անվտանգային իրականությունը։ Այս այցը ցույց է տալիս, որ Հայաստանը շարունակում է մնալ միջազգային ուշադրության կենտրոնում, անկախ տարածաշրջանում առկա լարվածություններից և անորոշություններից։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ փոխնախագահի այցը բացահայտում է նաև տնտեսական ներդրումային ենթատեքստը։ Պաշտպանական ոլորտի շուրջ ձևավորվող համագործակցությունը հաճախ դառնում է դարպաս դեպի ավելի լայն տնտեսական հարաբերություններ։